Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում ընկերության թեժգից հեռախոսահամարին գրանցված և վերացված ջրագծի վթարների քանակը թվով 120, կատարողական 100%, գրանցված քողագծի վթարների քանակը թվով 495, վերացված 445, կատարողական 90%, վթարավերականգնական աշխատանքների ընթացքում քանդած ասֆալտբետոնյա ծածկույթի մակերեսը 1090 քառակուսի մետր, վերականգնված 870 քառակուսի մետր, իրականացված պլանային ջրանջատումների քանակը թվով 1, վթարային ջրանջատումների քանակը թվով 36, հիմնանորոգված դիտավորի քանակը թվով 3, մաքրված անձրևատար դիտավորի քանակը 150, այդքանը շնորհակալություն։ Նաև կուզենայի պարոն Կարոյան հասկանալ Գյուրջանում ինչա կատարվում, ինչ խնդիր ունենք այնտեղ։ Պարոն քաղաքապետ, Գյուրջան փողոցում այս գիշեր տեղացած անձրևների հետևանքով ջրի կուտակում է տեղի ունեցել, որի հիմնական պատճառը նա է, որ այդ հարակից տարածքում գտնվող այդ լանջերից հողի եւ քարի զանգված է բերել հերթական անգամ, այս արդեն կրկնվել է, բերում է անձրևատար ընդունիչների վրա կուտակվում է, որից հետո ջրի կանգ առաջանում, այսինքն մասնագետային որ տեղում արդեն հայտնվում են, մաքրում են այդ ցանցերը, որից հետո արդեն ջուրը հեշտությամբ կլանվում է։ Հիմնական պատճառը եղել է քարերը եւ լանջերից եկած բերված հողը։ Իսկ ինչ լուծում ենք պատկերացնում առհասարակ, որովհետեւ մենք արդեն մեր նորման են, որ 1 ամսվա տեղումները կարող են 1 օրում կամ 2 օրում գալ եւ այսպիսի դեպքեր ունենալու ենք, կոնկրետ տեղեր ունենք, որտեղ ունենք խնդիր եւ տեղային լուծումներ են պետք։ Պարոն քաղաքապետ, տեղային լուծում անպայման կգտնենք, արդեն վիոլայի մասնագետների նախնական պայմանավորվածություն ենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք եւ որպեսզի կարող այդ ջրի քանակը ավելի շատ մեծ քանակությամբ կլանի։ Այլ հատվածներում ունեցել են խնդիր։ Եղել է Սեբաստիայի հատվածում ա եղել, Սեբաստիայի հատվածում Եռաբլուր Պանթեոնի հարակից տարածքում, այս պայծամ Երևան քաղաքը մենք թվով 50 հեղատար հասցների անհրաժեշտություն արդեն գույքագրել ենք եւ ունենք նախագծեր, որոնցից 2-ը արդեն ֆինանսավորվել են եւ այդ Սեբաստիայի հատվածի հեղատար համակարգի կառուցման աշխատանքների համար արդեն գումար հատկացվել է, որպեսզի այդտեղ կարող ենք աշխատանքներ իրականացնենք։